Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 3-ն է, երկուշաբթի, եւ ես ուզում եմ ձեր հետ միասին ամփոփենք կարևոր նորությունները։ Մինչ կարևոր նորություններին անցնելը ես ուզում եմ հիշեցնել, որ դուք կարող եք հետևել Ալեքին Patreon-ում, որը ներքևում կա, դուք դրանով հնարավորություն կունենաք բոլոր հաղորդումները նայել առանց գովազդային միջումների եւ ցանկացած ժամանակ, երբ ձեզ հարմար է, երբ որ արդեն հաղորդումը հասանելի կլինի, անկախ նրանից YouTube-ը ցույց է տալիս, թե ոչ։ Եվ ձեր մասնակցությունը կլինի օգուտ Ալեքին։ Իսկ ովքեր ուզում են մեկ անգամյա նվիրատությունները օգտակար լինեն, խնդրեմ բոլոր տարբերակները ներքևում կա։ Եվ այսպես եւս մեկ հաղթանակ, եթե կարելի է այսպես ասել, բարոյական հաղթանակ Ադրբեջանի դեմ Հայդատի կողմից։ Հայդատը նկատել էր, որ Մարիոտ Վոնվոյ ցանցը 14 ժամ տևողությամբ զբոսաշրջային փաթեթ էր գովազդում դեպի Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի եւ Ստեփանակերտ։ Փաստորեն Հայդատի հանձնախմբի ջանքերի շնորհիվ Մարիոտը չեղարկել է տուրերը դեպի Շուշի եւ Ստեփանակերտ։ Տեսնում եք ինչ է լինում, երբ որ թեկուզ մի փոքրիկ ջանք է դրվում մեծ գործեր իրականացնելու համար։ Ես վստահ եմ, իհարկե ջանքը փոքրիկ չի եղել, բայց սա հաջողություն է։ Ցանկացած կազմակերպություն, հայկական, կարող է իր նպաստը բերի հայկական պետականության փրկելու գործում։ Ինչու մենակ Հայդատը։ Մենք ունենք էլի կազմակերպություններ, որոնք կարող են նման ձևով գործել։ Ես ուղղակի կոչ եմ անում մեծ ու փոքր կազմակերպություններին, արեք մի բան, թեկուզ ամենաչնչին ձեր ակտիվությունը վստահ եղեք, խափանումը այս թուրանական ծրագիրը, թուրքական մեծ ծրագիրը, որի նպատակն է վերջնականապես ջնջել մեր բոլոր հետքերը պատմությունից, նաև Հայաստանը։ Իսկ վստահ եղեք, եթե չկա Հայաստան, մենք ոչ մեկ ենք։ Մենք բոլորս ոչ մեկ ենք առանց Հայաստանի։ Հաջորդ նորությունը։ Լիբանան-ամերիկացի փիլիսոփա, վիճակագիր եւ Սև կարապը The Black Swan գրքի հեղինակ Նասիմ Նիկոլաս Թալեբը X սոցիալական ցանցում իր էջում գրել է, որ հրաժարվել է Ադրբեջանում դասախոսությամբ հանդես գալու հրավերից։ Թեև նրա խոսքով կազմակերպիչները հրաժարումից հետո զգալիորեն մեծացրել են իրենց առաջարկը։ Այսինքն ոչ մի գումարի պարագայում մեծն մարդասերը չի գնաց Ադրբեջան ու ասել այս ոտք չեմ դրի Ադրբեջան, քանի դեռ այնտեղ է գտնում բանտարկված Ռուբեն Վարդանյանը, գրել է Թալեբը։ Այսպես այն։ Իմջելոց այս աշխատանքը գովազդային, ոչ թե գովազդային, հանրային դաշտում պայքարը նաև ստիպում է մարդկանց, որպեսզի իրանք զգույշ լինեն Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հիմա այս նորությունը պետք է հայկական բոլոր ցանցերում տարածվեր արագ եւ ընդհանրապես դատապարտվեր բոլորնակ Մեսիից սկսած, Մեսիի հերն էլ անիծած, մերն էլ անիծած։ Ինձ համար դրանք ոչնչություն են, իմ համար կարևորը ինչքան լավ է ֆուտբոլ խաղում, ինձ դա բացարձակապես չի հետաքրքրում, իմ համար կարևորը իմ երկրի անվտանգությունն ու ապագան է։ Թե ով է ուզում իր գրպանները լցնի Ադրբեջանի ծառայություններ մատուցելով, դա իր գործն է։ Եթե պատրաստվում է դա անի, նա պետք է պատրաստ լինի նաև մեր կողմից ապտակ ստանալու։ Եվ մենք այդ հարցում շատ հետևողականորեն պետք է լինենք։ Դրա համար եմ ասում, Սփյուռքում գործող ցանկացած մեծ ու փոքր կազմակերպություն, անկախ իր մասշտաբներից ու նշանակությունից, պետք է այս գործն անի։ Ոչ միայն Հայդատի գրասենյակը։ Մենք հզոր կազմակերպություններ ունենք, մենք շատ կազմակերպություններ ունենք աշխարհի բոլոր տեղերում։ Մենք չբացահայտված, վերմակի տակ, թաքուն պահած, գիտեք ինչքան ռեսուրս ունենք։ Դուք չեք ուղղակի պատկերացնում, հերիք է մենք ուղղակի ակտիվանանք։ Ինչն է պատճառը, որ մենք չենք ակտիվանում, ժողովուրդ ջան։ Այս նույն Սասունցի Դավիթի պատմությունն է։ Այն որ ուզում է
Սենց մենք հիմա նստել ենք, ուզում Սասունցի փոքրիկ Դավիթի նման, մեր ռեսուրսը հիմա գիտեք ինչի է նման։ Էշի վրա նստած մեկի փուճուր, որը շամփուրով ուզում է գնա հզոր թշնամուի դեմ կռիվանի։ Միջդեռ մեր պապերը մեզ թողել են ամեն ինչ, քուրքիկ ջալալուց սկսած մինչև թուզ կեցակի։ Ամեն ինչ թողել են, բայց մենք դա չենք օգտվում, դա մեր ազգային ռեսուրսն է, դա մեր ազգային հեղինակությունն է, դա մեր ազգային կազմակերպություններն են աշխարհով մեկ, դա այն մարդիկ են, որոնք տարբեր պետությունների համար այնքան բան են արել, որ հերիքա մի քիչ թելերը քաշքշել, ու աշխարհում ոչ մեկ չի գնա Ադրբեջան։ Ոչ թե միայն իրենց մարդասիրական բարձր հատկանիշներից ելնելով, այլև նաև ի պարտականություն այն հայերի, որոնք նշանակալի դեր են ունեցել իրենց երկրի, գուցե հենց իրենց կարիերայի, իրենց կյանքի մեջ։ Մենք այդ հսկայական մեր ռեսուրսը մի քանի տասնյակ միլիոնանոց պայել ենք մատ խորը, կասում 40 գազ հորի մեջ, ու հիմա էշի վրա նստած շամփուրները ձեռս մենակ դուրս ենք եկել աշխարհի դեմ կռվելու։ Մենակ եմ ասում, որովհետև մենք պետություն չունենք, մեր պետությունն էլ է մեր դեմ կռվում։ Մեր փոխարեն կռվում են նաև, նայեք, Տաջիկ մարզիկը հաղթելուց հետո հայկական դրոշով է դուրս գալիս, որովհետև ընկեր է ունեցել հայ, որը 21 թվականին զոհվել է այս պատերազմում։ Տեսեք, մի փոքրիկ դրվագ, մի փոքրիկ ընկերություն ու հետևանքը նայեք։ Դուք պատկերացնում եք, մենք ինչքան այդպես բաներ ունենք, ինչքան կունենանք, եթե մի քիչ փորփրենք։ Ժողովուրդ ջան, իրար գալու պետք է։ Սա մի հոգու բան չի։ Սա մի հոգու բան չի, մենք չենք կարող մեզ թույլ տալ նորից նույն բանը, նստենք ազգով սպասենք այդ միակ փրկիչին, որ ինքը գալու է մեր հարցերը լուծի, չէ։ Ամեն մի փոքր աշխատանք տալիս է իր արդյունքը։ Ամեն մի փոքր ընկերություն, լավ ընկերություն բերում է իր արդյունքը։ Հիմա անցնենք ադրբեջանցիների վրայով, կատոկ անենք մի քիչ դրանց։ Ուրեմն Ստեփան Հասան Ջալալյան, մի օկտատեր կա, որը սկսել է այնպես փաստաթղթեր հրապարակել, ոնց է գանձը։ Հիմա հայկական օկտատերեր, ինչ որ ես հիմա տարածում եմ, ես խնդրում եմ գտնել հայատար կամ լատիներեն Ստեփան Հասան Ջալալյանին իր Facebook-յան էջից վերցնել արդեն ուղիղ նյութերը հղումներով, ոչ թե վիդեոից, հա, եւ տարածել ռուսական բոլոր կայքերում, եւ անգլիական, եւ անգլիախոս բոլոր տեղերը ցույց տալով ովքեր են այս քոչվորները, որ Հայաստանի նկատմամբ հայցեր են ներկայացնում, ախորժակ ունեն, ու դրանց ախորժակը ասեմ այնքան մեծ է, որ կոկորդներին է կանգնել, ասեմ, սենց այդ հայ ոսկորը կոկորդներին է կանգնելու։ Եվ այսպես Աբբաս Կուլի աղա Բակիխանը ի՞նչ է գրում։ Սա Ադրբեջանի պատմության բանն է, հիմնադիրներից է, հա։ Ինչ է գրում։ Ասում է քաջարները դա մի ցեղ էր ջիլարսկի թուրքական ցեղը քաջարները, հա։ Էմիր Թայմուրն էր, Տամերլան, հա, նրանց ուղարկել է, Տամերլանը նրանց ուղարկել է 50,000 գլուխ այդ թուրքերին, բանը Կովկաս։ Տամերլանը 50,000 գլուխ թե չէ, ընտանիք, մի քիչ ավելի գլուխ, ասենք մոտապես 200,000 գլուխ կամ 300,000 գլուխ ադրբեջանցի թուրքա ուղարկել եւ բնակեցել է Երևանում, Գանջայում, Գանջան դա Գանձակն է, Ղարաբաղում, որտեղ այս ընթացքում նրանք բազմացել են։ Սա 19-րդ դարում է գրում, որ Թամերլանը ինքն է 50,000 ընտանիք թուրք այս ցեղից, որը կոչվում է քաջարներ, հա, թուրքական ցեղեր են եղել, 50,000 ընտանիք ինքն է տեղափոխել այս տարածքներում
բնակեցել։ Սա իրենց պատմության հիմնադիրն է ասում։ Վերցնում եք այս հղումները ու ճպցնում եք ադրբեջանցիների ճակատին։ Ով սկսում է բանավիճել, անպայման սկսում է հիստերիան, պետք չի ոչ մի բան պատասխանել։ Ասում ես կարդա ու գնա DNK անալիզ արա։ Կամ դու այս թուրքական ոչխարի ցեղերից ես, կամ կարող ես ասկի թուրքել չես, կռիվ մի տուրի մետ։ Սա ձեր պատմագրությունն է։ Հաջող հիանալի փաստը։ Դե ես սրանք արդեն խոսել էի Էդիկ Դրամոնդի ազգերի լիգայի քարտուղարի այս հայտարարության մասին, այս հայտարարություն չի բացահայտում մեր համար, որ Ադրբեջանը դա ուղղակի 1920 թվականին այդ անունը վերցել են կողքի Իրանից ու դրել են այդ նոր տարածքի վրա ազգերի լիգայի որոշումով։ Սա Հասան Հասանովն է, ուրեմն ով ծնվել է մահացել է 93-ից 98 թիվ եղել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը 93-ից 98 թիվ, այսինքն պատերազմի ժամանակ, Ադրբեջանի արդեն պարտված ժամանակ, որը ասում է 20-րդ դարի մեջտեղում, մեջում, ոնց է այրեն, մի խոսքով 50-ական թվականներին, մեր լեզվի զարգացումը և ազգի զարգացումը բերեց մեզ, որ մեր լեզուն կոչվեց ադրբեջաներեն, իսկ ժողովուրդը ադրբեջանցի։ Այսինքն սրանք մինչև 50-ական թիվը, մինչև 20-րդ դարի կեսերը, նույնիսկ լեզու չեն լսել, որ ինչ-որ մի բան է կոչվել, և ազգ չի եղել ապրող ինչ-որ մի բան է կոչվել։ Դրա մասին ասում է ոչ միայն Հասան Հասանովը, որ եղել է իրանց արտաքին գործերի նախարար, դրանց մասին ասում է նաև Հեյդար Ալիևը։ Հեյդար, ճիշտ ասացի Հեյդար։ Իլհամի հետ է։ Դրա մասին բան տեսանյութ էլ կա։ Որտեղ ինչ ասում է, տենց էլ մենք չհասկացանք ով ենք մենք։ Մեկը ասում է մենք թուրք ենք, մեկը ասում է մենք բան ենք, կովկասյան թաթար ենք, մեկն ասում է մենք պարսիկ ենք, մենք էլ չհասկացանք ով ենք մենք։ Հիմա սա ասում է, որ 20-րդ դարի կեսերին նոր պարզվեց, որ լեզուն ինչ որ խոսում է դա ադրբեջաներենն է, իսկ ազգը ադրբեջանցի։ Իմիջիալոց այդ ադրբեջանցի ազգը, որը մինչև 20 թիվ գրվում էր արաբերեն, եթե մեկը գրել կարդալ գիտեր իհարկե այնտեղ, սովետական միության ժամանակ գնում էին կիրիլիցայով, սովետական միության փլուզումից հետո անցան թուրքական տառերին։ Հիմա տեսնենք այդ թուրքական տառերի մասին սրանք ինչ ունեն։ Փասեն օգոստոսի 1-ը իրենց ալֆավիտի բանն է, ծնունդն է, տեսեք, նա տառերի նայեք, տառերի նայեք, սա թուրքական տառերն են։ Եթե մեկը չգիտի թուրքական տառերը ովքեր են, ով է ստեղծել, Հակոբ։ Մենք լսենք այս պատմությունը։ Շատ հետաքրքիր պատմություն է։ Երգի պահին ամենևին էլ չէի մտածում հետևանքների մասին։ Մի անգամ Աթաթուրքը ճաշկերույթի ընթացքում առաջարկում է, որ ամեն ազգի ներկայացուցիչ իր լեզվով մի երգ կատարի։ Երբ հերթը հասնում է հյուրերից մեկին, նա սկսում է երգել հայերեն, ու ոչ ավել ոչ պակաս զորավար Անդրանիկին նվիրված հայտնի երգը։ Ներկաները սարսափով ու կատաղությամբ են նայում կատարողին։ Անդրանիկի անունը Թուրքիայում հնչեցնելը մահացու հանցանք էր, սակայն Աթաթուրքը ներում է այդ հանդուգն արարքը։ Չէ՞ որ կատարողը ժամանակակից թուրքերենի հիմնադիր Հակոբ Մարթայանն էր, կամ ինչպես թուրքերն են գերադասում նրան կոչել Հակոբ Դիլաչարը, Թուրքիայի ամենաազդեցիկ գործիչներից մեկը, ում խորհուրդներին ականջալուր էր լինում անգամ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ծնվել է 1895 թվականին Կոնստանդնուպոլսում, սովորել տեղի ամերիկյան միջնակարգ դպրոցում, Ռոբերտ քոլեջում, եղել է այդ քոլեջի անգլերենի ուսուցիչը, ապա տնօրենը։ Բացի հայերենից, թուրքերենից և անգլերենից նա տիրապետում էր մի շարք այլ լեզուների, այդ թվում հունարենի, իսպաներենի, լատիներենի, գերմաներենի, ռուսերենի։ Մարթայանը եղել է Թուրքիայի նախագահի խորհրդական, լեզվական, մշակութային և գիտական հարցերով։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը հենց նրան է հանձնարարում լեզվի բարեփոխումներ իրականացնել, օսմաներենի, թուրքերենի այբուբենը արաբատառից դարձնելով լատինատառ։ Մարթայանը ծառայություն է մատուցել նաև սահմանադրությունը ստեղծելու, հանրապետական կարգը կատարելագործելու գործում։ Հենց նա է Թուրքիայի ազգային մեծ ժողովին առաջարկել Մուստաֆա Քեմալին տալ Աթաթուրք, թուրքերի հայր ազգանունը։
Երկար տարիներ Մարթայանը դասախոսել է Անկարայի համալսարանում, եղել է թուրքական հանրագիտարանի գլխավոր խմբագիրը և Թուրք լեզվաբանների միության գլխավոր մասնագետը։ Թուրքերենի ուսումնասիրությունների մեջ ունեցած նշանակալի ավանդի համար Աթաթուրքը շնորհել է Մարթայանին Դիլաչար լեզու բացող ազգանունը։ Չնայած թուրքական իշխանությունների քաղաքականությանը Մաթայանը երբեք չի թաքցրել իր ծագումը։ Անդրանիկի երգի կատարումից տարիներ անց Անկարայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Դիլաչարն իր ընտիր հայերենով զորավար Անդրանիկի պատմությունը կպատմի հայրենիքից եկած հայ գիտնականին, ավելացնելով. Երգի պահին ամենևին էլ չէի մտածում հետևանքների մասին։ Այս մարդու ստեղծած տառերը ադրբեջանցիները վերցրել են, սարքել են իրենց համար Օգոստոսի 1-ն կոչում են իրենց ալֆավիտի Ալբենարանի օր։ Սա էլ հիշացեք ադրբեջանցիներին, որ նույնիսկ ձեր թափառականներիդ, որի նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 23 թվականին ճանաչել ձեզ որպես քոչվոր ցեղ, որ ձեր նույնիսկ ալֆավիտն է հայերի ստեղծածը։ Այսպիսի մի բան կա, որ անընդհատ թուրքերը տարածում են աջուձախ, ուրեմն հայերի տեղահանումն է Ադրբեջանից դեպի Ռուսաստանի տարածք, որը տպագրվել 1831 թվականին Մոսկվայում։ Ինչի մասին է իրականում սա։ Իրականում սա լրիվ ուրիշ բանի մասին է, բայց ադրբեջանցիները տարածում են միայն առաջին հենց շապիկը։ Սա բացում կարդում ես, ես բասի կարդացել։ Սրա մասին մանրամասն գրած, թե ինչի մասին է սա։ Դա, այո, Գյուլիստանի պայմանագրի մասին է, երբ որ Պարսկաստանի խորգավառից ռուս-պարսկական պատերազմի և բանակցություններից հետո տեղափոխվում են այնտեղից հայեր Հայաստան, բայց դա ոչ մի կապ չունի Ադրբեջանի հետ, ընդհանրապես։ Եվ ինչպես վերը նշած փաստերն են ստեղծում, նույնիսկ ադրբեջանցիները իրենք գիտեն, իրենք են խոստովանում, որ ադրբեջանցի բառն է նույնիսկ ստեղծվել 50-ականներին, իրենք են էլ ստեղծել, նույնիսկ ասում Հեյդար Ալիևը ինքն էլ բողոքում, որ մեզ ինչ ասես անվանում են, մենք էլ չգիտենք ով են։ Մի ազգ, որ 100 տարվա մեջ ընդհանրապես կարողացել է 3 անգամ այբուբեն փոխել, 3։ Նշանակում որ նրանք ոչ միայն պատմություն չունեն, նրանք չէին էլ կարող ունենալ։ Եվ 1920 թվականին այս Խառնամբոխի անունը Ադրբեջան դրած, որը վերցել է Պարսկաստանից դրել են սրանց վրա, դա էլ հաստատում է ազգերի լիգայի քարտուղարը։ Ինչ ենք տեսնում մենք ամեն ինչի մեջ, որ թուրքական իշխանությունները, որոնք այսօր նստած են Հայաստանում, ցանկացած պնդում, որ Ադրբեջան կոչված այս կոնգլոմերատը, այս ֆեյք պետությունը, ֆեյք գոյացությունը, քարսկեղային ուռուցքը, թե ինչ որ պահանջներ կարող ունենա Հայաստանի նկատմամբ, այն պատմական, դա ոչ միայն ճշմարտություն չի, ոչ միայն լկտի սուտ է, դա թուրքական պրոպագանդա է ուղիղ, որը իրականացվում է Հայաստանում Հայաստանի ղեկավարների կողմից։ Սա նույնիսկ լկտի սուտ չի, թուրքական պրոպագանդա է։ Ու այդ թուրքական պրոպագանդիստները այսօր զավթել են իշխանությունը Հայաստանում։ Ու այդ թուրքական պրոպագանդիստները ունեն Հայաստանում, չեմ ուզում ասել մոլորված, իմ համար մեկ է իրենց մոլորված են, թե մոլորված չեն, Հայաստանում ինչ որ մի շերտի, որի չգիտես ինչ ասես արդեն դրանց ասելիք էլ չի մնացել, որը որոշել է, որ ինքը կարող է այդ մի շերտը որոշի հայ ազգի ճակատագիրը։ Իդեպ կորոշի հայ ազգի ճակատագիրը այդ մի 300 կամ 350 հազարը։ Եթե մնացածս հանգիստ գնանք քնելու, ասենք դե մենք ինչ կարող ենք անել։ Դա կանի ինչ որ ինքը ուզում է անել, իսկ ինքը ինչ է ուզում անել։ Ինքը ուզում է ուղղակի Հայաստանը արմատախիլ անել, ջնջել պատմությունը եւ ասել ես եմ այս բանին Գանձասարի տերն եմ ես, Էջմիածնի տերն եմ ես, եթե Բարդուղի Մեոսը Ադրբեջանը եկել եւ իրանց կրոնի հիմնադիրը Բարդուղի Մեոսն մի օր գալու է նաեւ Էջմիածնի վրա, Գանձասարի վրա, այո, որ իրանց ները հայերն են վերցնել բղծել, ինչի ենք զարմանում։ Եվ ինչպես տեսնում եք նոր գումարված ազգային ժողովում
Չկա այլևս Արցախի դեր։ Բայց կան նույն դաշնակները, նույն դեմքերը, հա, նույն Աղբաման Վարդանյանը, նույն դաշնակ, նույնը, ես սանց անունները նույնիսկ չեմ ուզում տալ։ Ու ժողովուրդ ջան, սա մեր թերությունը, ասեմ ինչ մասով է մեր թերությունը։ Երբ որ մենք ընտրություն ենք կատարում վատից ազատվելու համար, մտածելով, որ չէ, վատարագույնից ազատվելու համար մտածում ենք, որ վատն է մեզ ազատելու, մերժելով ամեն ինչ, մենք մտնում ենք արդեն այդ բազարի մեջ, ու այդ բազարի մեջ միշտ պարտված ենք, միշտ։ Այսօր մի օգտատեր հարցնում էր, ի վերջո ինչ պետք է անենք, որ այս մատրիցայի մեջից դուրս գանք, այս շրջապտույտի։ Հասարակ մի բան, փոխել մեր մտածելակերպը, որ դու չես կարա վատ թարակույնին փոխարինես վատով ու մտածես, որ դու գործ ես արում, որովհետև այդ վատն էլ քոնը չի, վատ թարագույնն էլ քոնը չէր։ Դրանք իրար հետ ձեռ-ձեռի բռնած, իրար օգնելով այսքան ժամանակ մեզ բոլորիս բերել են այս կառապնարանը, եւ ոնց կարելի է նույն ճանապարհը նորից գնալ։ Եվ մենք ոնց կարող ենք նույն ճանապարհով գնալ ու ակնկալել այլ արդյունք։ Ոնց։ Ուզում եք այս շրջապտույտից դուրս գանք։ Պետք է մենք մեր վարքագիծը փոխենք։ Հա, ոնց կարես նույն ճանապարհով գնաս ու հույս ունես այլ տեղից հայտնվելու։ Նույն մարդկանց թույլ տաս քեզ խափեն, ինչպես խափել են, ասել լավ, կշտացել է, լավ, ինքը էլ առաջվանը չի, լավ, մենակ ինքը կարա իր դեմ կռիվ տա, ժողովուրդ, ոչ մեկ հայ ժողովրդին չի խափել, բացի հենց ինքն իրենից, որտեղ մարդուն մի անգամ են խափում, հաջորդիվ մարդն ինքն է ասում արդեն իրեն խափեն, եթե ինքը խափնվում է։ Մի բողոքեք ոչ մեկից։ Փաստորեն 700,000 պայմանականորեն ասած, պլյուս 500,000, մոտ 1,200,000, 200,000-ը հանում եմ, 300,000-ն եմ հանում, որ կեղծված է, լավ։ 900,000 մոտարապես մարդ ուզեցել է որ իրան խափել։ 900,000 մարդ ընտրել է վատի եւ վատանգույնի մեջ, մտածել որ վատը գալու է, մեզ ավելի մեծ չարիքից ազատել։ Նշանակում այդ մարդիկ առևտուր են արել ընդամենը։ Նշանակում այդ մարդիկ ուղղակի իրենց ընտրությունները թույլ են տվել անել այն ինչ որ արել են դրանից առաջ 8 տարի։ Մանավանդ վերջին 5 տարի։ Դե հարցի պատասխանը նույնն է։ Չես ուզում նույն արդյունքը։ Մի արա նույն բաները։ Պարզ բանաձևը։ Ու այս բանաձևի մեջ այսօր հետաքրքիր նորություններ են։ Սա իմ համար կարևոր էր, ասենք։ Օրինակ ձեր աներոջը բերը նշանակել են Հակոբ Հաջի Հակոբյանին 2020 Հակոբ Հաջի Հակոբյան կա։ Ու էսի թուրք ռումբոյի աներն է։ Հակոբ Հաջի Հակոբյան։ Այդտենց ազգանուն կա Հայաստանում։ Ու դրանք թուրքերի հետ կապ չունեն։ Ու ես չեմ զարմանում, որ թուրք ռումբոյի աներն են։ Իսկ հետո ով այդ աները լսենք։ 2022 թվականին նշանակել են արողակարգի պետք ազգային ժողովի։ Առաջի հայացքից նորմալ երևույթ է։ Ազգային ժողովի արարողակարգի պետն է։ Փաստորեն թուրք ռումբոն, որի մենք, ասենց ասեմ, մաշած հողաթափի տեղ չէինք դնում, փաստորեն այս ընթացքում կարողացել է իր մարդկանց դնի իշխանության։ Պատկերացնում եք, այդ ռումբոն, այդ մաշած հողաթափը, ոչ մեկ որ դրա վրա ոչ չի ուզում նայի, ոչ էլ նայելու բան կան, դե, պաշտոնները նշանակ, ոչ ավել, ոչ պակաս դրանները, ազգային ժողովի օրակարգի պետն է, գիտեք, ռումբոն ինքն է դա նշանակել, դա որ նայում ես լուրջ եմ ասում, դու թույլ չես տա, որ մեքենատ կանգնացնես միտեղ, իրան ասես կողքը կանի, որ մարդ ձեռ չտա, նույնիսկ դա իրան դավերը չես անի, չես վստահի, բայց փորձվում է։ Ինչ կա, մեր բարեկամներն կարող են աշխատել, բայց արի ու տես, այս մարդը դատապարտված է եղել ըստ էության հիմնականում կաշառք վերցնելու Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիներից։ Իրա չէ, էլի գնաց Թուրքիա կապը։ Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիներից կաշառք է վերցել։
Բոլոր կապերը սրանց տանում են դեպի Թուրքիա։ Հետևաբար եզրակացությունը մնացած արդեն էական չի։ Որ այդ մաշած հողատապը չի պաշտոնի նշանակում։ Պաշտոնի նշանակումը Ալարար կողքից պետից սկսած ու արդեն այսօր ազգային ժողովի նախագահ Թուրքիան։ Իհարկե հիմա կլինի այսպես մի հատ հոտի նման ինչ-որ շերտ, որ կասի դե ինչ կա այդտեղ, կամ դա լկտի սուտ է, ինչ ուզենք ասեն։ Հարցը դա չի թե ինչ կասեն։ Հարցը այն է, որ որոշումներն ընդունվում են, արարողակարգերը մշակվում են։ Դրանով է կապված, որ այլևս Ծիծեռնակաբերդ ոչ մեկ չի գնում կառավարությունից։ Դրանով է կապված, որ մյուս տարվանից ընդհանրապես Ծիծեռնակաբերդի 20 ապրիլի 24-ի միջոցառումները այլևս չեն լինելու։ Դրանով է կապված, ինչ ճակատագիր է ունենում, ասենք, Ցեղասպանության թանգարանի տնօրենը, երբ որ ինքը գիրք է նվիրում Ցեղասպանության մասին։ Ես իհարկե հասկանում եմ, կարող է բարդ բան եմ խոսում Նիկոլ ընտրածների համար, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Եթե Նիկոլ ընտրածներ, սա ձեր համար բան է, բարդ է հասկանալը, ձեր հանցագործության չափը, մի նեղացեք, որ ձեզ համատում են այն հայտնի համույթի հետ, որովհետև այդ հայտնի համույթի համար էլ ասա, կամ անհետաքրքիր կամ անհասկանալի։ Որպեսզի նրանք ստանան վերադարձի վկայական։ Հղումը բաց ինֆորմացիաներին է, կարող եմ տրամադրել ձեզ։ Օրինակ Ստամբուլում քաղաքում ծննդաբերած Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացի անուն ազգանունը չեմ ասի, բաց ինֆորմացիա։ Կարող եք խնդրել, բերեմ տամ։ Սա այսքանն եմ ես այսօր ցույց տալու ազգային ժողովի այս կներեք ազգային ախորի գործունեության մեկնարկից։ Մնացածը հետաքրքիր չի։ Բայց մեր լրագրողի հարցումը միասին լսենք այդ Փաշինյան Նիկոլը։ Եվ ես ուզում եմ այս հարցին պատասխանի բոլորը, ցանկացած մեկը, նույնիսկ այն հայտնի համույթի ներկայացուցիչները, որոնք ընտրել են Փաշինյան Նիկոլ։ Որտեղ այս հարցը իրենց էլ ավերաբերում։ Բաներ, որոնք դուք ասել եք, բայց եթե հիմա կներեք ատրճանակ պահեն ձեր ճակատին, դուք նույնը չեք կրկնի, ինչ էլ որ լինի։ Ես հասկանում եմ, որ կյանքը փոխվել է, բայց օրինակ դուք մեզ ասել եք սա։ Միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում։ Նրանք մի Ղարաբաղի Ինչ է կարողացած դրել։ Չեմ հասցնում այդ Ադրբեջան Պատկերացնում եք ինքը իր ասածը չի հասկանում, որտեղ արագ է։ Հա, մարդ, որ ասենք ինքը հայկական եւ ռուսական հարաբերությունների պատասխանատուն է։ Հայաստան-Ռուսաստան, ինքը հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չի։ Այս մարդը կարող է իր խոսքը նաեւ արագացված չհասկանալ։ Հայտնի պատճառներով։ թուրքական հերոսակախմբերի մասին է։ Նրանց նպատակը հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է։ Եվ նրանք խնդիր են հայոց ցեղասպանությունը։ Լավ է հեգնում չէ։ Սա քո ասածն է։ Թուրքական հերոսախախմբեր, ցեղասպանության ժողտում, քո ասածն է։ Ռիսկ անես հիմա նույն բաներն ասես։ Թուրքի ծնունդ։ Լավն արիպսի մետ, ես ինչ հանգիստ, տեսեք ինչ հանգիստ դեմքով է նայում։ Ոնց որ ասի, լսի տականք, դե հիմա կարաս նույն բաներն ասես։ Ցանկացած մի քիչ արժանապատվություն ունեցող մարդ, մանավանդ տղամարդ, կասեր, քանի որ չեմ կարա նույն բաներն ասեմ, ու արդեն ես այն վիճակին եմ, որ այսպիսի դեմքով ինձ ցիտում եք, ու ես դա հարցի պատասխանատ չունեմ։ Կտակ ինձ մի հատ ատրճանակ, մի հատ փամփուշտ մեջ ընդհանրեն։ Կամ մի հատ լապ տանակ էլի։ Ասեն տեղում խառակիրի անեմ, գոնե պատվով սատկեմ տեղում էլ, բայց բնականաբար սա չի անում։ Բայց այս հարցին լավ կլինի պատասխանեն օրինակ սրան ընտրածները։ Ուզում եմ հասկանալ ինչ եք ուզում ասել եւ Այստեղ ասում եք, որ ադրբեջանա-թուրքական հերոսակախմբերի նպատակը մեզ բնաջնջել, նա ցեղասպանել, նրանք այնպես չի, որ Արցախով բավարարվելու են եւ կշտանալու են։ Հիմա մեզ դրիվ հակառակն եք ասում, հիմա մեզ ասում եք, որ նրանք խաղաղություն են ուզում, նրանք ուզում եք համոզել, որ մեզ իրենք իսկապես խաղաղություն։ Սա ինքա։ Սա ուղղակի այսօր աչքիս ընկավ, ես ուզում եմ հիշեցնեմ բոլորին, ովքեր դեռ մինչև այսօր ինչ որ ակնկալիքներ ունեն եւ փորձում են հանրությանը մոլորեցնել,
հիշել, ասենց ասեմ, խափել, մոռացության տալ, ասենք թուրքացումով վախեցնելով ջնջեն ռուսական հանցագործությունները, ախր դուք ոնց կարող եք նման բան անել։ Ասենք այս ռուսական հանցագործությունները, ռուս-թուրքական պայմանավորվածությունների արդյունքում մենք ասենք, ասենց ասեմ, ամեն 10-ամյական մեկ տենում ենք, եթե ոչ ամեն հնգամյական։ Ну просто это необъяснимо. Это ужас. Объяснить все это словами просто невозможно. Даже писатель за 20 лет не напишет все, что происходило в Сумгаите в течение 2-3 дней. Ես 2-3 օրնա Սումգայիթում ինչ որ կատարվել է, էլի ռուսների թույլտվությամբ կատարվել, էլի նախապատրաստվել է KGB-ի կողմից, KGB-ի իմացության։ Ամեն ինչ որ եղել է։ И когда об этом мы уже узнали, мы просто поняли, что ничего не изменилось, не то что на этой земле, а опять же все в той же совокупной психологии вот этого уже теперь противника. Я вот занимаюсь следствием очень давно, в этом плане, да, и мои сотрудники, они... Խոսքով Էս հանգամանքները ոնց կարելի է մոռացության տալ։ Էս ամեն ինչը ոնց կարելի է դնել սակարկության տակ։ Ոնց կարելի է ասել, էս ամեն ինչի մեջ էս մի կողմը մեղավոր է, էս մի կողմը մեղավոր չի։ Թուրքը լավն է, ռուսն է մեղավոր, ռուսը լավն է, թուրքն է մեղավոր։ Ոնց էլի։ Դուք ինչ եք մտածում, թե հայ ժողովուրդը իր մեծամասնությամբ լավ ասենք մտավոր հետամնացա, մտավոր տկար։ Դուք ոնց եք թույլ տալիս ձեզ նման վերաբերմունք ունենալ նրանց նկատմամբ ումից ձայն եք ամանան ակնկալում կամ արդեն ակնկալել եք կամ հույս ունեք, որ դուք իրանցից աջակցություն եք ստանալու։ Ինչելոց ասեմ, այս խորհրդարանը ավելի զրո նշանակություն ունի, ավելի զրոյի մոտ նշանակություն ունի մարդկության համար, հայերիս համար, բոլորիս, քան նախորդը։ Որովհետև նախորդը ինչ որ մի ձայն ստացել էր այնտեղ ինչ որ մի բան անելու համար։ Եվ ոչ մեկ չէր հասկանում, որ այս նախորդները հատուկ չեն անում։ Այս անգամվա գնացածները բոլորը շատ լավ հասկանում են, որ իրանց այնտեղ ոչ մեկ չի ուղարկել։ Իրանց ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ անելու համար։ Նիկոլ Փաշինյանին վռնդելու համար իշխանությունից, ոչ թե գնան նստեն մոտ, նստեն իրենց դեմը նորից լսեն այն ինչ որ իրենց ասում են։ Հիմա լսենք, թե ինչ կապ ունի այս Կոստանտին Սակալովը Ռուբեն Ռուբինյանի աղբոր հետ, որ ասում Ռուբեն Ռուբինյանը ընդհանրապես մաշված հողաթափ չի, մեր ընկալումների մեջ նենց էր, որ իր գլխին ավելի մեծ sense տանիք կա կանգնած, բարձվում է դրա աղբերը, այդ նույն Կոստանտին Սակալովի հետ, որը եւ թերուտն ուզում առնի, եւ հայկական տելեկոմի մեջ է, այսինքն հայկական կապուղիների մեջ է փայատեր, եւ իրան տրվեց նաեւ տրիփը, վերահսկումը։ Բարձումը, էդ է նույն թուրքական հովանուտակա, մալսեք սա։ Դուք խոսում ձեռքերով Պարոն Ռուբինյան, երբ որ չհասկացա նեղվել եք ձեռքերի ժեստիկուլյացիայից, թե ձեր դուրը չէր եկել, ես տեսանկարը անեցի ձեր ելույթից մի դրվագ։ Մեսրոպ Մանուկյանը երբեք իր կենսագրության ոչ դիմավորելու ձեզ։ Հիմա շարունակեմ ես։ Տեսեք, սիրելի քաղաքացիներ, ես ուզում եմ հասկանալ, թե հիմնարար սկզբունքների փոփոխությունը լինում է քպայականների մոտ, թե շարունակական բնույթ հասակերում, որովհետև ազգային ժողովի նախագահի պաշտոնը մարդկանցից քպայական ովքեր զբաղեցրել են ու ինչ փոփոխություններ ա տեղի ունեցել, մի փոքր անդրադարձ եմ ուզում կատարել ու հասկանամ, պարոն Ռուբինյան, դուք որ կետից եք սկսում եւ ուր եք հասնելու։ Ռուբինյան, մի քանի հատ պատմությամբ եմ ուզում սկսել գալ, պարոն Ռուբինյանն ասաց, որ 21 թվականի վերջից եղել է Թուրքիայի հետ այդ բանակցող այդ խմբի կամ անդամ, ինչ բոլորս գիտենք։ 2022 թվականին Հայ բիզնես բանկը ձեռք է բերում շվեյցարական ընկերության կողմից ու 25% փայատեր դառնում է պետությունը։ Մամուլում պատտվում է, որ դա Կոնստանտին Սոկոլովի հետ կապ ունի։ Այսօր Սոկոլովը մտել է մեր հայկական կյանք, հայկական իրականության մեջ։ Հետաքրքիր փաստ ասեմ։ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը այսօր Ամյո բանկի ՓԲ-ի վարչության նախագահի առաջին տեղակալն է, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրենը, վարչության անդամ։ Այստեղ հետաքրքիր բան կա, շահերի բախում արդյոք չկա, որ կենտրոնական բանկը առևտրային բանկում փայատեր է։
Այսինքն կենտրոնական բանկը ո՞նց է գնում ստուգելու այս ընկերությանը, բայց մի կողմ դնեմ, շարունակեմ, որտեղ ասելիքս շատ է։ 22 թվականից հետո, հա, իմիջիալից այդ 22 թվականը որ ուսումնասիրում էի Հայ բիզնես բանկը, նաև անմասն չմնաց այն մեր նախորդ գյուղի հերոսը։ Տիգրան Ավինյանը պարզվում է մի հատ 13, մի հատ 11 միլիոն դրամ ստացել է Հայ բիզնես բանկից։ Լպտի ուսումնասիրեմ ավելի մանրամասն։ 23 թվականին պարոն Ռուբինյան, այնտեղ Հայաստանը դիմում է, որ ձեռք բերի ինչ-որ օֆշորում գրանցված ավտոյի դալալ, կներեք ձևակերպմանս համար, որովհետև այդ մարդը անուն ազգանն էլ որ ասեմ, Մանոլիս Թարխանադիս, եթե ճիշտ եմ ասում, 50-ամյա Կիպրոսցի մեկը, որը զբաղվում էր ավտոյի առու վաճառքով, բայց Հայաստանում ուզում էր ձեռք բերել բջջային օպերատոր։ Մերժում են, տեսնում են անվտանգային խնդիրներ, պարոն Ռուբինյան։ Բայց այնուհետև, երբ որ 24 թվականին արդեն լինում է Fedilco Group Limited-ը, որի շահառուն նույնպես Կոնստանտին Սոկոլովն է, ձեռք է բերում։ Ու հետ Կոնստանտին Սոկոլովը ամենտեղ կա։ Գից Ռուբեն Ռուբինյանի աղբերը, որ է գնում կողքնա։ Եվ նույն մարդը նշանակվում է թրիփի վրա։ Հիմա հարց. ում ագենտն է Սոկոլովը, որի ձեռքում է բանկը, կապը, ճանապարհները, ամերիկացի, հա, լուրջ։ հետաքրքիր մի բան հասեմ, գործակից հետո Լևոն Ռուբինյանը, նույն Լևոն Ռուբինյանը նշանակվում է Viva Armenia կառավարման անդամ։ Իսկ ում ագենտն է, որ ձեռք է բերում, բայց իր տեղակալ նշանակվում է թուրքական ագենտ, Ռուբեն Ռուբինյանի աղբերը։ Ամերիկյան, ռուսական թե ռուս-թուրքական։ Այսօր կայքեջում հրապարակված է, մի քիչ հետո չեմ կարող հասկանամ, առևտրային բանկում այդ բարձր պաշտոնը եւ Viva-յում այդ բարձր պաշտոնը։ Anyway, շարունակենք։ Հաջորդը մենք տեսնում ենք, որ Ամիո բանկի սեփականությունը Հրազդան ցեմենտի գործարանն է, ժողովուրդ։ Այսինքն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություն, պետությունը ուղիղ պիտի կառավարեր։ Բա մի հատ գոնի դուրը տանեիք ընդեր դնեիք, կառավարեիք չփակվեր, այսօր սննկացման է գնացել։ Ու այդտեղ պետության մասնակցություն կա, որտեղ Ամիո բանկին այլի պատկանում, որտեղ կա Լևոն Ռուբինյանը։ Շարունակեմ։ Հաջորդ հետաքրքիր գործարքը որ լինում է, ժողովուրդ ջան, ձեռք է բերում Ռոստելեկոմը, Viva Armenian։ Անվտանգային խնդիրներ կա թե չկա, ժողովուրդ ստեղ։ Այսինքն երկու լուրջ օպերատորը ձեռք է բերում ու այդ նույն Viva-ի կառավարման կազմում Լևոն Ռուբինյանն է, ժողովուրդ։ Երկու օպերատորն է ձեռք է բերում ու էլի կառավարման կազմում թուրքական գործիչն է, ասետը։ Ասեք սա նշանակում է մեր բոլոր տվյալները հեռախոսային, ինչ որ կա, պատերազմի ժամանակ էլ էր նույնը։ Իմիջիալոց դրա մասին խոսում էր դեռ Պաշտպանության նախարարը, Պաշտպանության նախարար Դավիթ, այո, Դավիթ Տոնոյանն էր խոսում 20 թվականին, որ այդ պատերազմի ժամանակ իրանք գիտեն ամբողջ տեղաշարժը, ամբողջ, լսում է հեռախոսները, իրենք են լսում։ Իսկ դրանից հետո արդեն ոչ միայն լսում են, նաև իրենց մարդ ունեն երկու օպերատորներում նաև, եւ առևտրային բանկերում, եւ օպերատ կապերի վրա, եւ հանքարդյունաբերության մեջ, հիմա եւ ճանապարհի վրա։ Կամ դա Լևոն Ռուբինյան, կամ Կոնստանտին Սոկոլովը, կամ երկուսը միասին։ Դա նորմալ է։ Շարունակությունը բոլորի շատ լավ հայտնի է դարձել, որ Սոկոլովը նշանակվեց Թրիպի հիմնադրամի նախագահ, ժողովուրդ։ Նույն մարդն է, մեր ոլորտներում, չորրորդ ոլորտ արդեն ցույց տվեցի, որ մտել է այս մարդը։ Հաջորդը որ կա հանքարդյունաբերությունն է, որ թամ ինֆորմացիա կա, որ բաժնեմասա ձեռք բերել մեր հանքարդյունաբերության գիգանտների մեջ։ Ու ստեղ գալիս է մի հատ առողջ տրամաբանության հարց։ Նշեցինք 4 կարևորագույն ոլորտ, ժողովուրդ, ֆինանսներ, ենթակառուցվածք, հանքարդյունաբերություն, կապ։ Ցանկացած պետության համար սա ռազմավարական անվտանգային նշանակություն ունեցող ոլորտներ է։ Ու տրվում է մեկին, որը ասոցացում է Ռուսաստանի հետ, որի տեղակալը թուրքական գործակալը, թուրք ռուբոյի աղբերն է, չգիտես, ով է լսել այս բանի մասին։ Դուք լուրջ մտածում եք, որ Ռուբոն կարար այդ պաշտոնի նշանակել, ինքը այդ մաշած հողաթափը, այդ քաղաքական կշիռն, որ ինքը կարող է այդ տեղում իր աղբորը նշանակել,
Իհարկե ոչ։ Մեկն էլ էլի ռուբոյի նշանակի։ Իրան էլ աղբորներ։ Դրա կողքը նշանակում է այն երկիրը, որ նշանակել է հենց ռուբոյի։ Իսկ Թուրքիա։ Պարզ հասկացանք ինչ է կատարվում։ Ում ձեռն է այս ամեն ինչը, ով իր աչքերը, ականջը, ամեն ինչը ձեռքը ունի։ Սա ընդհանրապես մի էպիզոդ է։ Հիմա ասում է, ինքը չի ասում, ինքը հիմա կմեղադրի Ռուբեն Ռուբինյանի, որ անել այդ թուրք անել այդ Թուրքիայի հետ գործարք անում, կաշառակերության մեջ է բռնվել։ Էլի գնում է սա բոլոր ճանապարհները տանում է Թուրքիա։ Ինքը իհարկե դա մասին չի ասի, բայց ես եմ ասում։ Այդ ո՞նց է լինում։ Նասայել ասենք Ղազարյան ձեր հայտնի հայտարարության մասին։ Իմ գործընկերները ցիտեցին, բայց ես կուզեմ լսենք սկզբի համար, որտեվ սա ուրիշ արդեն որ հայ սակրավորը պայթում է Հայաստանի տարածքում հայ զինվորի կողմից տեղադրված ականի վրա։ Մաղթում ենք, որ դա վերաբերվի բոլորին։ Ինչքան հայ սակրավոր կմտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք, որ ընտեղից դուրս բերվի նրա մարմինը կամ վիրավոր մարմինը։ Հիմա, պարոն Կարապետյան, պրոֆեսիոնալ մանրավաճառ Հասմիկ Հակոբյանը, սա բան չի, որակում չի։ Որակում չի։ Ինչ կա, ապացույցներ կա։ Նույն Աննա Հակոբյանի կենսագրությունով քաղաքական իմաստով անցած երևույթը։ Մեղադրում է կոնկրետ որ այսպիսի բան ասել Էդգար Ղազարյանը։ Вот, հիշում եք ինչի մասին է, այս որ դեպքերն է։ Ոսկեպան բաղանիս գյուղերի հանձնումներ, երբ որ Ալիևը պահանջել էր ոչ միայն հանձնել, Ալիևը պահանջել էր, որ հայերն էլ բացեն ճանապարհը, սկուտերի վրա բերեն տան, որ հանկարծ իր ենիչերիներին ոչ մի բան չլինի։ Եվ այդ ճանապարհը ուղարկեցին բացելու հայ սակրավորներին, որից մի քանի հատ պայթեցին այնտեղ։ Հիմա այս դեմագոգը, որ 5000 երեխան տալ է պայթացրել, հիմա պետք է ասեն, դու փաստորեն հայ զինվորի մահն էիր ուզում։ Ես քեզ ուրեմն քեզ ու քո նմաններին հիշացնեմ, պրոֆեսիոնալ պրոստիտուտկեք։ Այդ ժամանակ ես էլ ասել եմ, ու դրա համար էլ իմ վրա քրեական գործ կա, որ ով կմտնի հայ մարդու տուն ու կասի այս տունը տանից ենք թուրքերին դուրս արի, դա ազգանունով հայ կլինի, համազգեստով հայ կլինի, ենթակա է ոչնչացման։ Նա պետք է այդ տնից կենդանի դուրս չգա, որտեղ ոչ մի տարբերություն չկա։ Հայ մարդուն տնից վտարում է, տնից տնավեր անում հայը, թե թուրքը։ Նեցել դեմագոգներ։ Ես էլ հիշացնեմ, մի հատ էլ կարակ թարմացնեք քրական գործը, չնայած մի բանի վրա չեք կարող պասատ քրական գործ անեք։ Ուրեմն այդ մարդիկ ովքեր գնացել են, դրանք նույն ձև հանցագործեն երկիրը հանձնելու համար։ Պիտի չգնային։ Գնացել է սահմանը բացի, որ թուրքը գա մտնի իմ տուն։ Հիմա Էդգար Ղազարյանը կարող էմոցիոնալ է ասել, բայց ինքը ճշմարտությունն է ասել, բայց նա ոչ թե հայ զինվորի մահն է ասում, չի ասում ով թշնամու դեմ իմ տունը բացում է դռները, նա պետք է պայթի իր իսկ դրած ականի վրա։ Եվ լսում եք այս դեմագոգներին հիմա, բայց դա կարևոր չի, չէ՞։ Հիմա այն նախիդը պետք է ասի, «Ո, փաստորեն Էդգար Ղազարյանը հայ զինվորի մահն էր ուզում»։ Չէ, Էդգար Ղազարյանը, ես հիմա Էդգար Ղազարյանի պաշտպանը չեմ։ Էդգար Ղազարյանը հայ զինվորի մահը չի ուզում։ Էդգար Ղազարյանը Հայաստանի դռները բացողներին է ասում, որ դուք պետք է պայթեիք այդ բանի վրա, ով գնա Հայաստանի դռները բացի, պիտի պայթի այդ ականների վրա։ Ես էլ ավել ասում եմ, ով մտել է հայերի տուն, որ հայերին վտարել իրենց տներից, պետք է սատկացվել հենց տեղում։ Կրկնում եմ։ Եթե աշխարհում մի հատ տղամարդ կա, որ իր տունը պաշտպանելու համար պատրաստ չի, ով իրան տունը մտել է տեղում սատկացնել, նա տղամարդ չի։ Այսօր դու ականջներին օղանի։ Հա։ Ֆիզիոլոգիապես չէ։ Որպես տանտեր, որպես պատասխանատու։ Այսքան բան։ Կուզեք համանեք, կուզեք մի անեք։
Դա ստական կիլոն է։ Կոնջորյան ինչպես է ստացվել, որ ձեր կինը $10,000 է ստանում։ Հարգելի գործընկերներ, հարցազրույցների մասին ինչ կասեք։ Ձեր կինը ինչ բանաձևով է Հայփոստից $10,000 աշխատավարձ ստանում ըստ հրապարակումների։ Դուք հաստատում եք այդ տեղեկությունը։ Հիշում եք սրանք ինչ էին ասում արցախցիներին։ Ինչ թռածներ։ Ընդ որում մենակ արցախցիներին չի, թռածների մեջ մտնում եմ նաև ես։ Բոլոր նրանք, ովքեր ապրում են արտասահմանում։ Մենք բոլորս թռած ենք։ Չգիտես ինչի։ Բայց հիմա ի պաշտոն է, հարցերից թռնում են հենց իրանք։ Նայեք ականջների կարմրությունը, նայեք ճակատի վզի կարմրությունը։ Կոնջերան, 5 տարի այսպես թռած ես ման գալու։ Այսինքն չի 5 տարի, ինչքան որ կենթանի կմնաս։ Ինչքան որ դեռ քո շուրջը կվխտեն հայ ենիչերիները, որ կփրկեն քո ոչինչ չարժող կյանքը վրիժառուի ձեռքից։ Դու այսպես կարմրած ես ման գալու ու թռած։ Միջև դուք կխնդրենք, որ դուք պիտի խնդրեք, որ մենք ձեզ ապահովացնենք բանտ, որ ձեր գոնե ոչինչ չարժեցող կյանքը ապահով լինի բանտում։ Իսկ մինչ այդ այս դեմքով, այս կարմրած ականջներով վզով պետք է փախած ման գաք, որտեղ այնքան հարցի պատասխան կա, որ դուք պիտի տաք, այնքան, որ դուք անիծելու եք այն օրը, երբ դուք ձայնագողությամբ զավթեցիք Հայաստանում իշխանությունը։ Դա ես ձեզ խոստանում եմ։ Մի այսպիսի բան կար, մի հատ հարբեցող հիշողությունը կորցրած քանդակագործա, որ ինչ ուզում ասում էր, որտեղ ինչ ուզում ասում էր, խեղճ նժդեին էլ համատեսնի Նիկոլի հետ, ասես Նիկոլն այսօրվա մեր նժդեինը, գիտեք ում մասին է խոսքը։ Ծառուկյանը դատի կտա, Վիգեն Ավետիսին։ Շնորհակալ եմ Ծառուկյան։ Ես վերջին օրերին քննարկվող մի ոչ էական ամեն դեպքում թեմայից խոսեմ, տեսեք, երբ Ծառուկյանը հայտնվեց կալանքում, հայտնվեցին մարդիկ, որոնք սկսեցին ինչ-որ բաներ, պատմություններ պատմել Ծառուկյանի մասին, մի քանդակագործ կա Վիգեն Ավետիս անունով պատմել Չավետիս։ Եվ նա պատմել, որ քանդակագործներից մեկին լսել է պատմություն, որ Ծառուկյանը գցել է առյուծների վանդակը։ Այս դեպքերով հայցեր լինելու են։ Բնականաբար մենք էլ մամուլից տեղեկացել ենք այդ հայտարարության մասին, նախ առաջին հերթին ասեմ, որ սա բացարձակ զրպարտություն է եւ չի կարելի այսպես սուրճի բաժակ նայողի մակարդակով խոսակցություններ անել։ Մենք բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ իշխանությունների ենթակայության տակ գործող լրատվամիջոցները մաքսիմալ այս օրերին գեներացնում են այդ թեզը, փորձելով պարոն Ծառուկյանի անվան հեղինակության հետ կապված նմանատիպ հրապարակումներով հանդես գալ, չգիտեմ որտեղից պեղում են ինչ-որ բանախոսների, որոնցից կյանքի գնով էլ լինի, փորձում են ստանալ գեթ մեկ նախադասություն, որը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին եւ նրա հեղինակությանը, եւ հատկապես հենց այդ վերնագիրը դրվում է, հենց այդ նախադասությունը դրվում է 40 րոպեանոց հաղորդման վերնագիր, այն դեպքում, որ մնացած 38 րոպեն ընդհանրապես առնչություն չի ունենում Գագիկ Ծառուկյանի կամ նրա գործունեության հետ։ Մենք բոլորս այս տեխնոլոգիաների մասին շատ լավ գիտենք, վստահ եմ նաեւ լրատվական դաշտն այդ ամեն ինչին տիրապետում, իսկ ինչ վերաբերում է Վիգեն Ավետիսի այսպես մտածածին, հորինված, իր վառ ու բորբոքված երևակայության արդյունք հանդիսացող հայտարարություններին, կրկնում եմ, նախ առաջին հերթին դրանք որևէ աղերս չունեն իրականության հետ, մեկ, երկրորդ մեր փաստաբանական թիմը այո, զրպարտության անհիմն այսպես զրպարտության մեղադրանքով հայցով դիմելու է դատարան, մենք նրան պատասխանատվության ենք ենթարկելու այդ հայտարարությունների համար, իսկ ինչպես գիտեք, նույն Վիգեն Ավետիսը ընդամենը 3 տարի առաջ, այսպես մեծ ջերմեռանդությամբ Գագիկ Ծառուկյանի հանդեպ ունեցած մեծ ակնածանքով մասնակցում էր Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին։ Հələ բայց դու պիղծես Վիգենը, հավատալս չի գալի, որ դու երեսերը։ Ոնց էլի։ Ոնց։ Ինձանից նեղանում են ասում են դու մեկ բան ես, արցախցիներին քննադատում ես, անձես քննադատում։ Լսեք, ես իմ ընկերոջը կարամ քննադատեմ, ինչ եք խոսում դուք։ Երբ որ մեկը սահման են անցնում է թույլատվության, ընկեր, դա լինի Խզմալյան Տիգրանը, դա լինի Վիգեն Ավետիս, ցանկացած մեկը գիծ կա, որ անցնում է,
ինքը այդ գիծը անցնում է ոչ միայն իմ նկատմամբ, եթե նույնիսկ այդ թեման իմ հետ կապ չունի, ընդհանրապես անցնում է թույլատրելի բարոյական գիծը։ Դրանից հետո նույնիսկ եթե հանցագործությունը այդ սուտը կեղտը իմ նկատմամբ չի եղել, դրանից հետո այդ մարդը իմ համար մեռնում է ուղղակի։ Բարեապես մեռնում է։ Նենց որ ես այս կոմպլեքսներ չունեմ, որտեղից է, որտեղից չի, ինչ պաշտոն ունի, ինչ հարաբերությունների մեջ է իմ հետ եղել կամ կա։ Չէ, ժողովուրդ, ես այդ կոմպլեքսները չունեմ։ Ես այդ որովհետև ես չեմ կարող կրկնակի ստանդարտներով ապրել եւ խոսել ճշմարտությունից եւ պահանջել ակնկալել արդարություն։ Իսկ իմ համար արդարությունը առաջնային է, որտեղ ես հասկացել եմ ամենակարևոր բանը դեռ վաղուց իմ կյանքում։ Չկա արդարություն, չկա համերաշխություն, չկա ստեղծագործական զարգացում, չկա ընդհանրապես կյանք։ Դու փաստորեն պատկերացեք հələ խաշմեդուկներում լուսավոր չլինի։ Բոլորը քշեն ոնց ուզում են։ Այդ դա է, երբ որ մտնում ես կրկնակի ստանդարտների մեջ, մտնում ես ստի դար, հələ քշեք այդ ավտոները, տեսեք քանի հոգի տեղ կհասնի, քանի հոգի վթարից կմահանա, քանի հոգի հաշմանդամ կդառնա, հա։ Տեսեք ինչ է ստացվում։ Պարզ բան է։ Սա օրենք է, եթե դու անցնում ես այդ սահմանները, ես չեմ ուզում իմ միջավայրում լինել, ես համերաշխություն եմ ուզում։ Ես կանխատեսելիություն եմ ուզում, կանխատեսելիություն եմ ուզում։ Ես ուզում եմ, որ իմ կողքի մարդը բարոյական չափանիշների մեջ լինի, եթե չի անցել, նույնիսկ եթե իմ նկատմամբ չի անցել, մնաս բարով։ Դրանք առաջ։ Նենց որ դեռ պատասխան տաս լիգեն։ Կամ էս տխմարը։ Ինքը չի ուզում, պատկերացնեք, ինքը չի ուզում, որ ԵԱՏՄ-ն փլուզվի։ Իրեն մասին, ԵԱՏՄ-ի մասին են մտածում ինք։ Հիշում եք 21 թվական, 22 թվականին, որ գնացին Տոկաևին փրկելու։ Հիշում եք։ Հապկի շրջանակներում վերցեցին հապկի նախագահները ժամանակ Նիկոլ Փաշինյանը։ Գնացին գիշերով հասան ժողովրդի դեմ դուրս անեցին զորքերը։ Դե ասեցին հայերն են եկել, չէ՞, եկան զոր։ Հիշում եք, իրենք էլ գնացել են հապկը փրկելու։ Հիմա էլ էս դեմքով գնացել են ԵԱՏՄ-ն փրկելու։ Հա, ամենամեծ հումորը ստեղ գիտեք ինչն է։ Որ ինքը ինչ որ ցանկություն ունի, ու ինքը կարծիք ունի, ինքը մտածում է, ինքը կարա ԵԱՏՄ-ը փրկի։ Ու ինքն այդ փրկիչը։ Լսան նայեք։ Այդ տղա քեզ թողեն գիշերով դու քո հիմնարկից տուն չես հասնի ոտով։ Բայց դիմա էսա, երկիրը սրանց ձեռքն է։ Գետինը мտնի սրանց ընտրողը, ես ուրիշ բան չեմ ասում։ В Армении сейчас находится более 120 тысяч беженцев. По данным ООН, в Армении сейчас находится более 120 тысяч беженцев. В истории 3-миллионной страны такого не было никогда среди вынужденных переселенцев, бежавшие из Нагорного Карабаха. Около 60 тысяч релокантов из России и несколько тысяч украинцев. Война, от которой они бежали, продолжается уже 5-й год. Даже спустя 4 года звуки обстрелов остаются для Ларисы болезненным воспоминанием. После начала полномасштабного вторжения Лариса переехала в Армению, в село Аревабуир Араратской области. Обе ее дочери с семьями остались в Украине. Я родом из Винницкой области, а Винница – областной центр. Во время одного из ракетных ударов был атакован жилой дом, где погибли многие дети и мирные жители. Именно в те дни должна была рожать моя младшая дочь. Это был невероятный страх, тревога и переживания. 14 июля обстреляли, а уже 16 июля родился мой внук. Прямо во время войны, под звуки взрывов. Страх, переживания. Елена Шевчук и ее организация «Украинцы Армении» с первых дней войны помогают переехавшим соотечественникам. Այս պատերազմը 22 թվականին կարող է չլիներ, եթե չլիներ Արցախյան պատերազմը, եթե իրանք չհայտարարեին, որ իրանք իդեալական օպերացիա արեցին, իրականացրեցին թուրքերի հետ Արցախում եւ կարող են անցնել հաջորդ պատերազմին արդեն Ուկրաինայում։ Ուկրաինայում սկսված պատերազմը Հայաստանը դարձրեց շատ ուկրաինացիների եւ ինչ որ տարօրինակապետ երևի նաեւ ռուսների համար փոխության վայր։ Ոչ միայն արցախցիների, որոնք արդեն 23 թվականին տեղափոխվեցին Արցախ,
Հայաստան, այլ եւ ուկրաինացիների եւ ռուսների համար։ Հայաստանը դարձավ այդ մարդկանց համար ոչ միայն փրկատեղի փրկողակ, այլ նաև շատերի համար դարձավ հայրենիք։ Հայաստան եկած ռուսներն ու ուկրաինացիները գտան այն ջերմությունը, այն ընդունելությունը, որոնք երևի արժանյա ցանկացած, փախստական, բայց չգիտես ինչի, Արցախից տեղափոխվածների նկատմամբ կառավարությունը սկսեց մի հատ ատելության արշավ, ընդ որում այդ մարդկանց տեղափոխման գաղթի հիմնական մեղավորը հենց ինքն էր։ Տեսեք, մենք ունեինք եւ Ուկրաինայից փախստականներ, եւ ռուսներից փախստական, Ռուսաստանից փախստականներ։ Դրանք ոչ մեկ չի պատմել երբևէ, որ ինքը ինչ-որ խնդրի է հանդիպել։ Այն ինչ որ եղել է նույն խնդրը բոլորի համար եւ բոլորը ասենք դա դիտավորյալ ստեղծված խնդիրներ չէ, Հայաստանը պատրաստ չէր այս կարգի փոփոխություններին, բայց Արցախից տեղահանվածների նկատմամբ իրականացվեց ընդգծված հակա-արցախյան քաղաքականություն ու այս առայսօր շարունակվում է։ Անեցա ստացվում, որ մենք արդեն երկրորդ անգամ, ես պետք է հիշեցնեմ, որ 91 թվականի, երբ որ Բաքվից հայեր տեղափոխվեցին, Բաքվից, Կիրովաբադից հայեր փախան Երևան։ Կարող է զուգահեռնել այդքան նման չի, բայց ես հիշում եմ ինչ վատ, թողներեն ինձ ես բարես համար, վատ վերաբերմունք էր նաև այդ փախստականների նկատմամբ։ Ես այսօր Բաքվեցի եմ տեսնում, որը փախել է Հայաստան, հետո Հայաստանից արձագանքել է, ես արդեն ամաչում եմ ի սկզբանե, որովհետև ես հիշում եմ ոնց էին վերաբերվում Բաքվից եկածներին։ Ես որ տեսում եմ մի արցախցի կամ լսում եմ արցախցու մասին, որ եկել է Հայաստան, ես իրենց խոսելուց արդեն վախենում եմ, որ կարող է լսեմ նույն բողոքը, ու ես գիտեմ այդ բողոքները կա։ Ինչ որ ժամանակին ավելը բաքվեցիների նկատմամբ։ Եվ ընդհանրապես բաքվեցից կլինեն, որտեղից Սումգայից կլիներ կամ Կիրովաբադից կլիներ, որտեղից ուզում է լիներ։ Էս ի՞նչ է։ Սա ինչի մասին է։ Որ մենք ուրախ ենք, երբ որ ուկրաինացին ու ռուսն է գալի, բայց մենք զզվում ենք մեր հայրենակիցից, Մինչդեռ մենք ամենազգայունը պետք է լինենք որպես ազգ այն մարդկանց նկատմամբ, ովքեր տեղափոխվել են։ Սա ես չեմ ասում, որ բնակչությունն է ձևի, բայց բնակչության մի մասին լարեցին եւ սարքեցին թշնամի եւ արցախցիների նկատմամբ, ինչպես առաջ էր Բաքվի նկատմամբ, բաքվեցիների նկատմամբ։ Ես այն ժամանակվա տվյալները չեմ հիշում, ես ընդհանուր տրամադրությունն եմ հիշում։ Ես չեմ կարող ասել այն ժամանակ ով էր զբաղված այդ թշնամանքի տարածմամբ, ոնց էր դա արվում, բայց ես փաստն եմ հիշում, ու այս փաստը միջև հիմա կա ինձ մեջ։ Բայց արցախցիների նկատմամբ արդեն հասուն տարիքում, արդեն տեղեկատվական հոսքին հետևելով կարանք ասենք ով է դա անում։ Անում է այն նույն ձեռքը, ով ամեն ինչ արել է, որ մենք այն ինչ որ ասում է, ի սկզբանե հայկական ամբողջ ռեսուրսը ունենալով հիմա էշի վրա նստած ճիպոտով դուրս գանք պատերազմի, որ հանկարծ մեր մեջ միասնություն չլինի, հանկարծ մեր մեջ սեր չառաջանա, փոխօգնությանը, սենց ինչ որ մեր եղել է, միշտ մեր բնական վիճակը դա եղել, քանի չի խառնվել կառավարությունը, դա եւ 90-ականներին էր արցախցիների նկատմամբ, եւ Արցախից տեղահանվածների նկատմամբ էր մարդկանց ընդունելություն, ես հիշում եմ ինչքան Արցախից ենք մարդ ենք ընդունել 20 թվականը, բայց հենց դե մտնում այդ կեղտոտ ձեռքը, կեղտոտ, այսօր ասեն տեսում ենք որ նա ձեռքը, սկսում է մասնատել այն էլ մի բուր ժողովրդին, ու հենց այս ձեռքն եմ ես տեսնում միշտ բոլոր տեղերում, որի պատճառով մենք այսօր չգիտենք օրինակ ինչ է կատարվում, ասենք չգիտեմ, Բուլղարիայի Վառնա քաղաքում, ինչքան հայ կան, ինչով են զբաղվում, ինչի կարիք ունեն, կամ ասենք Սիդնեյում, կամ չգիտեմ, Կուալա Լումպուրում, ընդեղ էլ հայեր կան, մենք ոչ մի բան ոչ մեկից չգիտենք, մենք չգիտենք նույնիսկ ինչ ունենք ընդեղ, ունենք թե չունենք, ոչ մի բան չգիտենք, որովհետև հանկարծ կարող է իմանայինք մեկս մեկի մասին, մեկս մեկի ուրախությունով ուրախանայինք, մեկս մեկի ցավին հասնեինք եւ այդպես ստեղծվեր հայկական այն ցանց պետությունը, որը մեծ վտանգ էր դառնում մեր թշնամիների համար։ Կարող է դրա համար մեզ չեն թողել, կարող է միջև մեզ դրա համար են բաժանում, ռուսի, օքեյ է, ռուս, ուկրաինացի, խնդիր չկա,
հայը հային պետք է ատի, պետք է չթողի ինտեգրվի իր հասարակության մեջ, պետք է մատնացույց այլ ասիլ մատել, ինչի չէի սմերել, արա, ինչ ես բրկվել։ Ու դա ամենաբարձր մակարդակով եւ հոտը ծափ տալը։ Առանց հարց տալու։ Այս մարդկանց թալանել ես նաեւ դու։ Բա ուր են այդ թալանչիները։ Ուր գնաց այդ կես միլիարդ դոլարը։ Ինչի են այդ հյուրասնողներ Արցախ ծախածները հանգիստ ֆրֆռում Երևանում։ Նախիր այդ հարցը կյանքում չի տա։ Ու իրանց թույն ու թարախը կթափեն այդ հասարակ ժողովրդի վրա կասեն նույնիսկ դու իրավունք չունես քո հայրենիքը նկարես։ Դու քո կարոտի մասին նույնիսկ իրավունք չունես երգելու, նկարելու, խոսալու։ Որտեղ դու դրանով մեզ վտանգում ես, պատերազմ ես ուզում ես։ Այսօր Մոսկվայում տերակտ լուրջ մեծ գեներալների նկատմամբ ռեստորանում ու բոլոր վերլուծաբանները գրում են աննախադեպ այս տերակտի մասին ու ասում են կարող է հենց սա սերիական այն տերակտների սկիզբը, որի մասին վաղուց արդեն խոսում էր, որ SBU-ն, Ուկրաինայի հատուկ ծառայությունները նախապատրաստում էին։ Այս եմ ուզում ցույց տամ, ես իմ ասածին մեջ է, էլի։ Երբ որ ասում եմ քո երեխաները կխոսեն ընդհանրապես կարևոր է կրթությունը, թե չէ, դու իրանց ոչ մի բան մի ասա, դիժ թող լսեն Օբամայի ճառերը եւ Թրամփի ճառերը։ Շատ լավ ասում։ Ոչ մի բան մի բացատ իրանց։ Դիժ թող լսեն, թող իրանք հասկանան կրթությունը կարևոր է թե չէ։ Նույնը կարելի է տեղափոխել Հայաստանի տարածքում։ Եթե ձեր երեխեքն ասեն կրթությունը կարևոր է թե չէ, դրեք Փաշինյան Նիկոլի ճառերը, ինչա խոսում եւ ոնց։ Ու թող լսեն Դեմիրճյանին ասենք։ Ես շատ հերոք չեմ, որ չասեն Քոչարյան Ռոբերտ կամ Սերժ Սարգսը, դրեք Դեմիրճյանին լսեն։ Ինչ կա։ Դու մետ նայեն որտեղից ընդամենը 30 տարի է տարբերությունը։ 30 տարվա գահավիժման տարբերությունը թող նայեն։ Ես հիշում եմ 99 թվականին Ռոբերտ Մավիսակալյանն էր ժամանակ լևոնական բաներում մեծան դեր ժամանակ ցանկացած ժամանակ մեկը մի հատ կանալ կանել մի հատ ալիք էր մեկն էր ժամանակ հաղորդում ուներ ինչ որ բան եւ 99 թվականն 98 կարող է առաջին անգամ երկար այդ միջումից հետո եկավ տաղավար հրավիրեցին որտեղ տեխնացու էր Կարեն Դեմիրճյան Ռոբերտ Մավիսակալյանն ասեց բան ազգային արժեքներից խոսած գաղափարախոսությունից խոսած կոմունիստ պատկերացնում եք կոմունիստ Կարեն Դեմիրճյանը խոսած ազգային արժեքների կարևորությունից արժեքային գիտակցության համակարգի եւ անկախ Հայաստանի անկախ լրագրող Ռոբերտ Մավիսակալյանն ասեց դրանք կեղծ արժեքներ չեն լևոնական TV-ին տեսեք այդ 99 թիվն է 98-99 նույնիսկ այն ժամանակ դրանք կեղծ արժեքներ չեն մեկ էլ կոմունիստ տեսեք կոմունիստը շեշտում եմ կոմունիստ որտեղ նա կոմունիստ է ասեց ոչ միայն կեղծ չեն այլ առանց այդ արժեքների ոչ մի ազգային պետություն չի կարող կայանալ ոչ մի հասարակություն չի կարող համախմբվել դեք նայեք մեկ էլ նայեք այսօրվա Նիկոլի ճառերը եւ ասեք կրթությունը կարեւոր է թե կարեւոր չի թե կարելի է նաեւ լինել Նիկոլ ունեն միլիարդատեր այդ էլ կա չէ լսենք սա quote, often struggles with the question of whether Israel has the right to exist as a Jewish state. In the past, Senator, you have been quite clear that you do support Israel as a Jewish state. Should Մենք համից ամբողջը պատմեմ ինչա կատարվում, ինչը որ ես կանխատեսում եմ, ինչ որ ես միշտ ասել եմ, որ այս նոր սերունդը որ գալու է լրիվ հակա իսրայելական օրակարգով Հա, նույնը ասում է սենատորը, ասում է, որ բանա դեմոկրատների եւ անկախների մեծ մի զգալի մասը դեմ է արդեն Իսրայելին օգնություն ցույց տալու։ Իսկ նոր սերունդը որ գալիս է young երիտասարդ, նույնիսկ հանրապետականներն են արդեն դեմ Իսրայելին շարունակելով
շարունակել զենք ու դինամատերք տալը, որը նշանակում է մեր համար շանսեր են բացվում։ Այստեղ մի քանի տարբեր աղբյուրներից լուրջ բաներ կա, որ ամբողջ, եթե ոչ ամբողջ, հսկայական մասը հետախուզական, էլեկտրոնային հետախուզության տրամադրվում է Իրանին Ռուսաստանի կողմից։ Եվ այստեղ անարբան կա, վերլուծություն կա, որ սա չի էսա գտնեմ։ Մի խոսքով որ ձեռք է տալիս շատ Ռուսաստանին այս պատերազմի երկարաձգումը, որտեղ տնտեսապես սա շատ կարևոր է Ռուսաստանի համար պատերազմի երկարաձգումը եւ Իրանի հաղթանակը, որտեղ դրա շնորհիվ է որ նավթը գները բարձր են մնում, բարձր։ Իսկ այսօր քայքայված արդեն տնտեսության համար նավթի բարձր գինը շատ կարևոր է։ Իսկ դա բարձր կմնա, եթե Իրանը կարողանա այս կռիվներում արժանի հարկահարված տա։ Եվ Իրանն էլ իր հերթին հայտարարում է, որ երբեք Հորմուզի նեղուցը չի վերադառնալու նախկին ժամանակներին։ Երբեք։ Եվ դա դառնալու է Իրանի համար զացույցիչ եկամտի աղբյուր։ Եվ այսպես, ինչքան շատ երկարի պատերազմ, այնքան շատ օգուտ է լինելու Ռուսաստանին, ինչն ինչ-որ դրա դիմաց ոչ մի ծախս չի անում, ընդհանրապես հետախուզական տվյալներ է տալիս, էլեկտրոնային հետախուզության տվյալներ։ Չինաստանն էլ իր հերթին է օգնում օդային ճակատամարտների համար, տալով հակաօդային պաշտպանության միջոցներ Իրանին։ Այնպես որ այս պատերազմում մի կողմից կռվում են Իսրայելն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները, մյուս կողմից Իրանին օգնում են Չինաստանն ու Ռուսաստանը, ինչը շատ տրամաբանական էր։ Եվ սա կանխատեսելի է եւ առավել եւս այս կառուցվածքի մեջ Իրանի պարտությունը անհնար է։ Մանավանդ որ այս պատերազմի երկու հեղինակները ընդամենը 2-3 ամիս հետո ընտրություններ են գնում։ Եվ իրենք կարող են ամենայն հավանականությամբ այլևս չղեկավարել, չլինել այդ նույն պոստի, ինչ որ հիմա կան։ Սա մեծ մի հատ էլի հոդվածը անալիզ, թե ինչ եղավ այս պատերազմի արդյունքում եւ ոնց է փոխվելու տարածաշրջանը, որ 80 տարվա ամերիկյան գերիշխանությունը տարածաշրջանում, որը կերտել էր որոշակի ճարտարապետություն, որի շրջանակներում էին երկրների հետ հարաբերվում, կար որոշակի ստատուս քվո, որը Իրանի շնորհիվ փոխվեց, վերացավ ուղղակի, եւ այն ինչ որ նոր ճարտարապետությունը գծվում է, ինքը շատ մի կողմից վտանգավոր է, որովհետեւ անկանխատեսելի է, մյուս կողմից ինքը կարող է հանդիսանալ նոր հնարավորություն շատ երկրների համար, որոնք ասենք միշտ դժվար են եղել ամերիկյան հեգեմոնիայից։ Հիմա ես էլ մեր մասով եմ մտածում, այո, լինելու է նոր աշխարհակարգ, այո, լինելու է նոր աշխարհաճարտարապետություն։ Եվ այդ ճարտարապետության մեջ Իրանի դիրքերը համեմատած մեկ տարվա առաջվա դիրքից տասնապատիկ անգամ ավելի ուժեղ եւ ավելի պինդ են լինելու։ Իրանի նկատմամբ վերանալու են շատ սանկցիաներ, որոնք մինչև հիմա կային։ Նույնիսկ եթե չվերանան, էլ Ամերիկայի Միացյալ Նահանգները էլ այդ ուժը չի ունենալու պարտադիր որոշակի խաղի կանոններ Իրանի եւ այն երկրներին, որոնք շփվում են Իրանի հետ։ Եվ այստեղ էլի գալիս ենք մենք։ Ինչպես ես միշտ ասել եմ, մեր ռազմավարական լավագույն գործընկերը եւ ամենավստահելի գործընկերը տարածաշրջանի մնում է Իրանը։ Եվ մենք եւ Իրանի հետ եւ Վրաստանի հետ պետք է ունենանք բարձրակարգ հարաբերություններ, բարձրակարգ։ Սա ճանապարհն է, որը Հնդկաստանից, Չինաստանից բերում է միջև մեր մոտով, միջև Սևծով։ Եվ Վրաստանի հետ ունեցած մեր հարաբերությունները նույնքան կարևոր են, ինչքան հենց Իրանի հետ։ Վրաստանի հետ դեպի Սևծով առևտուր, իսկ Իրանի հետ ոչ միայն առևտուր, այլ նաև ռազմական համագործակցություն։
որ ամենառեալիստականն է, ել մեզ ոչ մեկ չի կարող ասել։ Դու Ամերիկայի դաշնակից չես կարող լինես, տեսել ես հեռավորությունը, կամ դու չես կարող Եվրոպայի դաշնակից լինես, տեսել ես հեռավորությունը, դու մենակ կարող ես Ռուսաստանի հետ դաշնակից լինել, չես տեսել հեռավորությունը։ Էլ ոչ մեկ դա չի կարող ասի, որովհետև հեռավորության հարց չկա։ Եվ ամենակարևորը, մենք ունենք բնական շահեր իրար հետ։ Իսկ եթե մենք ունենանք պետություն, բնական շահերից բացի մենք ունենանք բնական նաև ընդհանուր հետաքրքրություններ, որովհետև մենք ընդհանուր պատմական մշակութային շատ բաներ ենք կիսում իրար հետ։ Այո, շատ բաներ ունենք ընդհանուր հետ, բայց հայ ժողովուրդը դրան ծանոթ չի։ Որտեվ երբևէ մեր հասարակության մեջ դրա մասին չի խոսացվել, երբևէ ոչ մի համագումար, համաժողով, գիտաժողով, ասենք, չգիտեմ, ասենք Ֆիրդուսի մասին երեկոներ չի եղել, որ մարդիկ Ֆիրդուսի մի քիչ կարդան, հա։ Այդ չեմ ասում Օմար Խայամ։ Չի եղել, մենք չգիտեն նրանք շատերով կարող է անունը լսել են որպես հայտնի մարդ, բայց նրանք արժեքը չի մասը։ Այ եթե իմանան մի քիչ ծանոթանան վերաբերմունքը իրանական պատմության, մշակույթի, քաղաքականության նկատմամբ այլ կլինի։ Էլ չեն զարմանա, ոնց ստացվեց, որ իրանական բալիստիկ հրթիռները անարգելք ռմբակոծում են որտեղ ասես։ Որովհետև իրանք չգիտեն Իրանի պատմությունը, իրանք ինչ իմանան։ Հա։ Իրանք չգիտեն Օմար Խայամը ով է։ Գիտեն անունը։ Բայց որ իմանան Օմար Խայամը ով է, էլ չեն զարմանա, որ Օմար Խայամ տված ազգը այսօր ունի այդ կարգի ինժեներա եւ գիտություն։ Որովհետև Օմար Խայամի ժամանակ ինքն է այդ թվերի համար այս կարգի, այս որակի գիտության կրողն ու տարածողը։ Որը ցավոք աշխատում է սելջուկների համար, որովհետև սելջուկները գրավել են այդ ժամանակ։ Սելջուկներն ենք ասեմ, հա, սելջուկներն են շատ տարածքներ իրանից։ Ինչ որ է։ Եվ Իրանը զգուշացնում է, այսօր արդեն որոշում կա, որ ելի պետք է հարձակվեն Իրանի վրա, ինքն ասել է կջնջեմ ուղղակի ինչ որ ձեռքից տակ եղավ։ Եվ վերջին օրությունը Ամերիկայի մեծամարներից ես բազմիցս ասել եմ, որ հնարավոր է, որ ընտրված մարդը լինի բարոյական, այո, եթե մենք չենք կարողանում ընտրել բարոյական մարդ, դա չի նշանակում, որ դա հնարավոր չի։ Պատմությունը ցույց տվեց, որ դա հնարավոր է։ Պատմությունը ցույց տվեց, որ դա կա այդ տարբերակը, եթե դու ուզում ես։ 7 տեխնացուկայի 7-ից մենակ Զորյանն է, որ հրյա չէր, ավելի շուտ մնացածի մեջ էլ կային, որ հրյա չեն, բայց երթվում էին, որ հենց ընտրվեցին քաղաքապետ Նյու Յորքի գնալու են անպայման Իսրայել, պատապաշեն գան։ Մենակ մահմեդական Զորան Մամդանին ասեց, ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Նյու Յորքում լիքը գործեր ունեմ ես։ Հակառակ Նետանյանը որ եկավ, ես իրան կձերբակալեմ։ Որ ժամանակ պայթեց Նյու Յորքը, ոնց Նյու Յորքը հրյաների մայրաքաղաքը, Ամերիկա ամենամեծ համայնքն ունի հրյաների։ Դու ես ինչ ես խոսում։ Դու ուզում ես տեղ քաղաքապետ լինես, դու պրծար քո կարիերայով, դարձավ քաղաքապետ։ Արեց այն ինչ որ խոստացել էր, եւ արդեն սա սարսափա Թրամփի համար։ Ու ասում է, որ սրա գործունեությունը շատ ավելի վտանգավոր, ավելի մեծ տերակտ է, քան փաստորեն սեպտեմբերի 11-ը։ Հետաքրքիր է սեպտեմբերի 11-ի հետ համատում, որը Իսրայելի կազմակերպված տերակտն էր։ Այո, որովհետև իջացնում է եւ սննդամթերքի գները, եւ տրանսպորտի գները, եւ փակեց կուտակված պարտքերը, եւ արդեն որոշումներ է կայացել անապահով ընտանիքների համար կացարանների ապահովության հսկայական ծրագրեր է անում։ Ինքն էլ ապրում է փոքրիկ երկու սենյականոստան մեջ Բրուքլինում, ինչպես ապրում էր, ու հրաժարվեց իր բարձրացած աշխատավարձից։ Այնպես որ հնարավոր է բարոյական մարդ գտնել, որի ասածներն անում է, թե մենք ինչու չենք գտնում, այնից չի, որ չկա։ Ոգի մենք մտածում ենք, կարա դες Սամվել Կարապետյանը փող ունի, այ ինքը կարա Նիկոլի ջարդուփշուր ունի, այ դե ուժեղ ոյն է, այ Ռոբերտ Քոչարյան, ուժեղ տղա է, ինքը կանի։ Զգում եք մեր ընտրությունների տարբերությունը։ Պետք է որ հիմա զգանք այս օրինակների վրա։ Եվ այդ ընտրությունները տալիս են իրենց հետևանքները։ Հիմա Նյու Յորքում կա իր ընտրության հետևանքը, Հայաստանում կա իր ընտրության հետևանքը։ Ես
շատ վախով էի սպասում, թե ի վերջո ոնց կդրսևորվի Զորան Մամդանին, որովհետև ես մեծ համակրություն ունեի իր նկատմամբ։ Ես շատ վախենում եմ, որ սա լինի իմ համար հերթական անդառնալի հիասթափությունը եւ ես կասեմ քաղաքականության մեջ բարոյական մարդ չի լինում, բայց ինքը ինքնասեր չէ լինում խցի այսօր։ Ես եմ ձեզում սստամ։ Հայմեք, մի կողմի վրա բալնա, իրանց սատանա, այս պոչիկով կողքից, միս կողմից միջև հիմա իրանց վրա կնվող ես սիմվոլը։ Եվ սա էլ Իսրայելն է, ավիրում է մի պատմական շենք, որն ավելի հին է, քան Իսրայելի պետությունը։ Սա գրաված Պաղեստինի տարածքում։ Ամեն անգամ ես կադրեր, որ տեսնում եմ, ես հասկանում եմ, որ սրանց եւ թուրքերի մեջ տարբերությունը մեծ չի։ Դրա համար էլ ես սրանց ներքին կոնֆլիկտին չեմ հավատում։ Չեմ հավատում։ Սրանք չեն կարող կոնֆլիկտ ունենան։ Սրանք կոնֆլիկտ ունենան այն ժամանակ, երբ որ աշխարհի վրա ուրիշ ազգ մնացած չլինի, մնացած լինի հրեան ու թուրքը։ Այն ժամանակ անխուսափելի է սրանց կոնֆլիկտը։ Բայց իրանք այնքան նման են, որ ես չեմ կարծում, թե կոնֆլիկտ կա ընդհանրապես։ Երբ բոլորը հիշում եք, Իսպանիայի վրա գրոհած 60,000 միգրանտները։ Այսօր պարզվեց, որ այդ հոսքի կազմակերպիչն է էլի նույն երկիրը, նույն մարդը, որը ընդամենը այս հարձակումից 4 ժամ առաջ հայտարարեց, որ Իսպանիան պետք է բացի իր դռները բաների համար, միգրանտների համար, ինքն Իսրայելն է հայտարարում, բացի դռները միգրանտների համար, 6 ժամ հետո այս հարձակումը սկսվում է։ Ու մի անգամից Իտալիան, հա, որը շատ մոտ է Դոնալդ Թրամփի հետ, Մելոնին, եւ Ֆինլանդիա կարծեմ, Ֆինլանդիան հայտարարում են, որ պետք է արագ վերանայեն Իսպանիայի հետ Շենգենի հայտարարությունից դուրս գալը, համաձայնությունից դուրս գալը։ Իսկ այսօր իսպանական իշխանությունները հայտարարեցին, որ սրանց մի մասը, մոտավորապես 20,000 հոգին վերադարձվել են Մարոկկո։ Թե մնացած այդ ինչ են արել, դեռ չգիտեմ։ Բայց տեսեք, սա ձեռագրերը այս կարգի դիվերսիաների ուր է գնում, ինչպես միշտ։ Լսենք հիմա մեր ընկերներին, վերլառնանք Հայաստան։ Չէ, Վիլյատ եք դառնալ, չէ։ Արևմտյան Հայաստանը ուր է։ Ուր է այդ արևմտյան Հայաստանը։ Գնաց Թուրքիա Վիլյատ։ Հիմա որ ասեմ ծիծաղ շարը չալու, իմ եղբոր տղերքը հետո թորները բանը հայ են, բայց ասիմիլյացիա են գնացել մույս ազգերի հետ, հայերը խոսել չգիտեն։ Հիմա նույնը կրկնվում է հարգելի։ Բա մենք հուզոր, Ղարաբաղցին հուզոր։ Մեր մելիքությունները բանը պայքարել են օղուզական անգարակետ ցեղերի դեմ, պայքարել են, պահպանել են Ղարաբաղը։ Շատ լավ բառ ասաց է, օղուզական ցեղեր են եղել դրանք։ Օղուզ։ Մենք ադրբեջանցի չեն եղել, օղուսական ցեղեր։ Վաղուց չօգտագործված բառ ասա։ Նիկոլին կարեք ասեք օղուզ։ Ինքն էլ է ցեղից։ Այսօր այդ հրաշալի երկիրը չկա։ Այնքան անհեթեթ բաներ կան, որ մի հատ ավել, մի հատ պակաս, ինչ ասեմ, ինչ եք սպասում, ես ասեմ։ Ես ուղղակի ափսոսում եմ այդ երեխեքին, այդ տղաներին, որ գնացին, զոհվեցին, նման, ասենք, ժողովրդի համար, ուրիշ պատասխան չունեմ էլ, բայց շատ եմ ափսոսում։ Վերջում ուզում եմ լսենք հրաշալի։ Դու հայ ես, դու արայական մարդ ես, դու արարատյան մարդ ես, որը մշակել է արարատյան քաղաքակրթությունը, եթե Կոստանդինյանի լեզվով խոսենք, ինքը արարատյան քաղաքակրթություն էր անվանում, հայկական քաղաքակրթությունը աշխարհը, որ մենք ունենք, եւ իմ կարծիքով դու պարտավոր ես ճիշտ ով ես դու։ Այդ ամնեզիայից, այն ցավից, որը դու զգում ես, որ կորցրել ես քեզ, մոռացել ես ով ես դու։
որ դու ունես Արարատ, դու Արարատի տակ ձևավորված քաղաքակրթություն ես, այն հզորությունն ես, որը առջև բոլորը ընդունում էին, բոլորը հարգում էին։ Դու պարտավոր ես դա անել։ Հայ մարդը, հայկական պետականությունը, հայկական պետությունը պիտի լինի քաղաքակրթական։ Մի վախի, դու պարտավոր ես դա անել։ Դու հզոր ես։ Դու հայ Դու հայ ես, դու հզոր ես։ Դու քաղաքակրթական պետք է լինի քո կռիվը, որովհետև քեզ ոչնչացնելն էլ քաղաքակրթական խնդիր է։ Քանի դու կաս, քեզ չեն ոչնչացրել։ Քո շուրջը այդ օղուսական ցեղերը միշտ հիշելու են իրանց օղուսական ծագման մասին, միշտ հիշելու են, որ իրանք իրանց պատմությունով հանդերձ ստեղծված են արյան եւ ուրիշ ազգերի ոսկորների վրա։ Հենց դրա համար էլ քո ոչնչացումը իրանց համար շատ կարևոր է։ Դու այն փաստն ես, որ միշտ իրան հիշացնում է իր կեղտոտ անցյալի մասին։ Այ դրա համար է Նիկոլը ատում արցախցիներին, որտեղ արցախցին մարդն է, ով իրան միշտ հիշացնում է իր հանցագործ լինելու մասին։ Այ դրա համար է Նիկոլը ատում բարոյական մարդուն։ Ամեն մի բարոյական մարդու հետ շփվելուց ինքը իրեն հիշացնում է, որ ինքն անբարոյական է։ Ինքը դա համար ատում երջանիկ մարդկանց, լիարժեք ընտանիքներին, որտեղ ամեն մի նման դեպք իրեն հիշեցնում է, որ ինքը ոչ մեկ է եղել, ոչ մեկ կա ու շարունակել է ոչ մեկ մնալ, որովհետև ընտանիքն ու հարաբերությունները դրանք պաշտոնով փողով չեն ստեղծվում։ Դրանք երկար տարիների աշխատանք է, կամ դու դրան արժանանում ես, ստեղծում ես, կամ չէ։ Իսկ իրա պարագայում իհարկե չէր էլ կարող լինել, որովհետև դրա համար առնվազն ինչ որ արժեհամակարգի կրող պետք է լինես։ Էն էլ դրանից հետո բախտդ կբերի թե չէ, դա լրիվ ուրիշ հարց է արդեն։ Բայց если դու ի սկզբանե դրա կրողը չես, ի սկզբանե դա չունես, քո մոտ դա լինելու հավանականությունը մինուսը 0։ Դրա համար ինքը ատում է ամեն հաջողված բան, ամեն տաղանդավոր բան, ամեն մի հերոս, ամեն մի հաջողակ, ամեն մի հարուստ, ամեն մի երջանիկ, ամեն մի ազգային, ամեն մի արժևոր բան։ Սա ամեն ինչը հիշացնում է իր ոչնչություն լինելու մասին։ Սա լրիվ թուրքերի հոգեվիճակն է։ Մի զարմացեք, շնորհք չեմ։ Մի զարմացեք, եւ ի զարմանաս ինձ այնուամենայնիվ Հայաստանում կար ինչ-որ մի մեծ տոկոս, չեմ ասում մեծամասը, մեծ տոկոս, որովհետև թեկուզ 25-30% իմ համար մեծ տոկոս է, որ ինքն էլ կամա թե ակամա գնաց այդ ճանապարհով։ Հուսալքվել պետք չի, պետք է հիշել, ինչպես ասեց Հրաշար Արզումանյանը, դու արարածյան մարդն ես եւ դու ունես միսիա, քո միսիաները քաղաքակրթական են, քաղաքակրթական, ու դա վերացնելը հեշտ բան չի, եթե իհարկե մարդը ինքը չուզենա վերանա։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։